Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, ես պետք է մի քանի միտք փոխանցեմ։ Առաջինը մի առաջարկ ունեմ, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ հարուստ մարդ պետք է քաղաքական իշխանություն չունենա։ Եթե ուզում եք հարստության մասով ես որոշակի ճշտումներ անեմ, մեր ընտանիքը իմ կարծիքով, թող մասնագիտական կառույցները ճշտեն, մոտավորապես 1 միլիարդից ավել կարողություններ ունի, դրանք անշարժ գույքի տեսքով, կազմակերպությունների տեսքով, մինչև կարող է 2 միլիարդից ավել է, բայց ես առաջարկում եմ, որ պետք է Հայաստանի ոչ միայն Հայաստանի, պետական ինստիտուտները պետք է կառավարեն այնպիսի մարդիկ, ովքեր որ մեծ սեփականություն չունեն, որտեղ այդ սեփականությունը միշտ դառնում է այնպիսի մի գործիք, որով կարողանան իրենց սեփականության շահը ավելի առաջնային գնահատեն, քան պետական շահը։ 2-3 տարբերակ կա։ Մասնավորը պետք է, որը որ խոշոր է, պետք է իրավունք չունենա իշխանություն ունենալ։ Երկրորդը պետք է պետական մարմինները ուշադիր լինեն, սրիկաները, որոնք որ գալիս են եւ մենք 30 տարի տեսել ենք պետական պաշտոններ են զբաղացրել, կոշիկ էլի չեն ունեցել, հետո դարձել են մեծ սեփականության տեր։ 30 տարի մենք ամեն ինչից տեղյակ ենք։ Հիմա ինչ էր կատարվում, վերցնենք 2007-8 թվականին։ Հրահանգ էին տալիս դատարաններին, զբաղվողները օգնականներ էին, երիտասարդ, նայմեր դեմքներին ոչինչ չասող։ Բայց այդ օգնականները իրավունք էին ունենում զանգարել ցանկացած դատավորի, ցանկացած իրավական համակարգ պնդելու այս կամ այն մարդու սեփականությունից զրկելու։ Եվ այդ գործընթացը մենք ինքներս տեսել ենք։ Մյուս դեպքում, երբ որ որոշակի կամային տղաներ էին լինում, ասում էին դրանց էլ ձերբակալեք տարեք, արմատուրաներով էին հետները խոսում։ Հիմա պետությունա ձևավորվում, ստեղծվում է, լավ ինչ են ուզում։ Ես վերջերս մեկին հարցնում եմ, ասում եմ, ինչ կա, ինչից ես դժգոհ։ Ասում է, չէ, ամեն ինչ լավ է, ասում եմ, ինչ ես ուզում, ասում է, չգիտեմ։ Ես խնդրում եմ, սիրելի հայաստանցիներ, Հայաստանի Հանրապետությունը բավականին լավ վիճակում է այսօր եւ 1-2 տարվա մեջ առավել մեծ քայլերով է առաջ գնալու, որտեվ թվերը դա են ասում, եթե մասնագետներ կան, թող ուսումնասիրեն։ Միայն ես վերջերս իմացա, որ Հրազդանում տվյալների կենտրոնը արդեն 600 մեգավատ էլեկտրաէներգիա է ուզել, որպեսզի ապահովեն։ 600 մեգավատը դա ատոմակայան գումարած 50%, մեր ատոմակայանը 400 մեգավատ է։ Եվ դա 365 օր վճարելու են այդ էլեկտրաէներգիայի համար։ Պատկերացնեք մեր էլեկտրաէներգիայի համակարգը, ամբողջ էներգետիկան ինչ կարգի բալանսի է գալու։ Բայց ես այսօր մի ուրիշ խնդիր էլ ունեմ։ 21 թվականին ես ելույթ եմ ունեցել, այստեղ մի պատգամավոր կար, որը որ գնացել էր ինչ-որ մի Եվրոպայում սովորել էր, հետերեկ է, դարձել էր նախագահականում օգնական, ես մի այսպիսի արտահայտություն եմ արել, բայց ես վերջերս դատարանից հանել եմ, այդ երիտասարդ օգնականը հիմա Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ կա, որով ինքը մեղադրվում է հակակոռուպցիոն համակարգի կողմից մոտ 16 շարժական ու անշարժ գույք, որոնցից միայն 11-ի արժեքը կազմում է շուրջ $8 միլիոն, $7 միլիոն ծախսված գումար, 4 թե 5 ընկերություններում բաժնետոմսեր եւ դեռ ինչքան էլ իրավապահները ուղղակի չեն կարողացել հայտնաբերել։ Բայց դատարանը որոշում է կայացրել, որպեսզի ես կարդամ մի դրվագ, որը 21 թվականին ա եղել եւ դա Արմեն Գևորգյանի մասին է խոսքը, դուք կյանքում բիզնես արել եք, բիզնես չի արել, բայց մի $100 միլիոն տեր եմ, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, այսպիսի պահանջ է դրված եղել, բայց ես հիմա ուզում եմ մի բան ասել, հիմա ով է այդ խնդիրը լուծելու, երբ որ ես ինքս լավ հիշում եմ, որ արեցին։ Դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց
իմիտացիա ստեղծվեց, թե քաղաքական ինստիտուտներ են ստեղծված, տարբեր ինչ-որ տեղերից մարդիկ էին գտնում բերում քաղաքական կուսակցության անվան տակ, ասում էին, սա մեր քաղաքական համակարգն է։ Այսօր հիշել եմ մի մարդու այդ տարիներին, երբ որ 2000-ականներին ազգային անվտանգության ղեկավարներ, մարդակեր, շորթող, գողցող, ու դա համարվել է հիմա էլ կարծեմ մի քանի պատգամավորների հետ երեկոյան ժամերի հանդիպումա կոնսուլտացիաներ անում, որ չգիտեմ ինչ կարգի, ինքը լավ գիտի, հիմա կլսիկ իմանա ինչ եմ ասում, պատգամավորներին ոնց ասում դեմ դուրս գան, այն շենքերը, որոնք որ կառուցել է Երևան քաղաքում, դեռ 2000-ական թվականներին մինչև $5 միլիոն փող է ծախսել։ Բոլորդ լավ գիտեք ինչ կատարվեց, հետո քաղաքական համակարգը վերցվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ-որ ամեն մի X պայից սկսում էին բանակցել, սա եղել է մեր այն իրավիճակը, որը եղել է։ Ինքներդ լավ, շատ լավ գիտեք հոկտեմբերի 27-ի ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Լավ գիտեք 2004 թվականին այդ տուրու դմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ։ Լավ գիտեք 16 թվականի ՊՊՑ գնդի պատմությունը ինչ եղավ։ Նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի ընտրություններ է, այդ ընտրությունների քողարկության տակ ժամանակ էին շահում, բայց այդ ընթացքում ինչ էր լինում։ Հասարակությունը ունեզրկվում էր, մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին։ Պարոն Գևորգյան, դուք կյանքում բիզնես արել եք։ Բիզնես չի արել, այսօր մի $100 միլիոն տեր է։ Բայց մեկը չի հարցնում որտեղից իրան դա։ Միայն կենտրոնում 57-ած սեփականության իրավունք ունի։ Ո՞վ է այդ իրավունքը տվել։ Մենք 4 եղբայր իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Այդ ինձանից խելացի մարդ է, ինձանից ուժեղ տղա է, այդ ո՞նց է այդպես լինում։ Բոլորը լավ գիտեք, երրորդ նախագահան $100 միլիոն ավել կազինոներում կրվել է։ Նույն Բադեն-Բադենում։ Ուր է այդ օրիորդը։ Երրորդ նախագահան եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի։ Կոշիկներից մեկը մի համար մեծ ա եղել, մյուսը մի համար փոքր ա եղել։ Ո՞նց ա եղել բոթասներով։ Ո՞նց եղավ որ Ֆաբերժե, չգիտեմ ինչեր էր։ Այդ որտեղից։ Ինչի հաշվին, զենքերի հաշվին, ինչի հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի հաշվին, կրթության հաշվին, ինչի հաշվին, առողջապահության հաշվին, եւ համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, լայնամասշտաբ, մի մարդ է որոշել ով ինչ անի։ Հիմա եկել եք ինչն եք պաշտպանում, հիմա ես